Բարև սիրելիներս, բարև իմ հարազատ դարձած հետևորդներ ջան, սիրելիներս առավոտվա 7:30 ոտքի վրա եմ, լվացք եմ անում, անկողին եմ փոխել, այսպիսի մի խոսք կա չէ մեծական, որ ասում է ով շուտ արթնանա, նա ինչ-որ մի լավ բան կգտնի եւ իր գործը առաջ կտանի, այո, ես գտել եմ մի լավ բան այսօր, որ շուտ լվացքս կախել եմ չորանալի, տեսնում եք, անկողիններն են լվացել եմ, կախել եմ, իսկ այս ընթացքում անջատել եմ մեքենան, որպեսզի հանգստանա, ես էլ պատրաստ եմ ձեզ հետ միասին մի համով, թեթև, գեղեցիկ, շերտավոր խմորով գաթաներ, գնացինք մեր խոհանոց միասին պատրաստելու։ Սիրելիներս, պատշգամբից եկա խոհանոց, կապել եմ գոգնոցս և միասին սկսում ենք պատրաստել շերտավոր գաթայի խմոր։ Բաղադրիչներն են 3 ձու, դեղնուցը միայն, ես արդեն կոտրել եմ 3 ձվի դեղնուցը, լիմոնի աղ, սովորական աղ, վանիլին, մարգարին, հետո կասեմ քանի գրամ է հարկավոր, ինձ մոտ 82%-անոց է, ինչքան բարձր տոկոսը լինի, այնքան հաջող է ստացվում խմորը, մի բաժակ 200 գրամանոց բուսայուղ, քացախ 9%-անոց, ալյուր և գոլ ջուր, հիմա սկսենք, դեղնուցը վրա ավելացնում եմ կես թեյի գդալ լիմոնի աղ, լիմոնի աղը լցնելու ժամանակ, հարգելիներս, որ տրորում եք, ինքը ոնց որ սենց գնդիկներ առաջանա, կտրվի, մի վախեցեք, հետո որ ջուրը լցնենք, բուսայուղը ինքը կոկ խմոր կդառնա, կկոկիկանա, հիմա կավելացնեմ մի կես թեյի գդալել աղ, նորից կխառնեմ, նորից կխառնեմ, խառնելուց հետո կավելացնեմ 1 թեյի գդալ 9%-անոց քացախ, եթե չունեք 9, գցեք 6%-անոց, դա խնդիր չէ, ինձ մոտ 9 եմ գցում, նորից հարում եմ, հարելուց հետո ավելացնում եմ բուսայուղը մի բաժակ, ես չափաբաժինները կգրեմ տեսանյութի տակ, նորից եմ խառնում, լավ պետք է խառնեմ, ինձ մոտ 2 բաժակից մի քիչ է ավել, գոլ ջուր, խմորի մեջ մարգարին չի գնում, հիմա լավ խառնելուց հետո ավելացնում եմ ալյուրը քիչ-քիչ և հարում եմ և ընթացքում ավելացնում, սիրելիները ստացվում է շատ համեղ, թեթև գաթա, մեր ընտանիքի անդամը, որդիս, բոլորն է սիրում են այս գաթան, ես էլ եմ շատ սիրում, թեթև է ստացվում, այսպես քիչ-քիչ հարելով, այնքան կհարենք մինչև համ կոկ կդառնա, համ էլ որ կպնդանա, արդեն հարիչը, ձեռքի հարիչը կհանեմ խմորի միջից, նոր տարվան էլ էի պատրաստել, շատ լավ ստացվեց, այս խմորը կարող եք պատրաստել, դնել սառցախցիկը, ասեմ, որ պետք է մի պատրաստելուց, գրտնակելուց, 3 անգամ են գրտնակելու, ընթացքը ես բոլորիդ ցույց կտամ մանրամասը, վերջացնում ենք արդեն գրտնակելը 3 անգամ, պետք է սառնարանում մի 8-ից 10 ժամ մնա, նոր դնեք պակետի մեջ, դնեք սառցախցիկը, եթե նույն օրն ենք թխելու, ես այսօր կթխեմ,
ոչ լրիվ գնդերը, որտեղ 6 գունդ է լինում, կտխեմ, թխեմ, իսկ որը որ արդեն չեմ թխի, կդնեմ սառցախցիկ, 10 ժամ հետո։ Ավելի ընտիր է լինում։ Կարող եք հանել նապալյոն, թխել խաչապուրի ընտիր լինում այս խմորով, ամեն ինչ կլինի։ Հիմա արդեն քիչ-քիչ պնդանում է։ Մայրիկս հիշում եմ ջերմուկով էր պատրաստում, ես էլ եմ շատ պատրաստել ջերմուկով, շատ համեղ է լինում, ջերմուկով էլ է լավ բարձրանում և լավ ստացվում է։ Քիչ-քիչ եմ ավելացնում, որտև այս խմորը շատ պինդ, սիրելիներս, հարկավոր չէ, որ շատ պինդ լինի, պետք է փափուկ խմոր լինի։ Հիմա ես կհանեմ այս ձեռքի հարիչը, կմաքրեմ, կհանեմ, այսպես, հարկավոր չէ, պինդ պետք է չլինի, քիչ-քիչ եմ ավելացնում, հետո սեղանի վրա կսկսեմ հունցել, հիմա ալյուր կլցնեմ սեղանի վրա, կտարածեմ և կսկսեմ հունցել։ Մի կողմ դնեմ։ Սիրելիներս, խմորը պատրաստ է, կոկ հավեսին խմոր ստացվեց, պետք է 100 անգամ այսպես հարվածել սեղանին։ Բաժանելու եմ գնդերին և կշռեմ կշեռքով, այս փոքրիկ կշեռքով։ Հալորոտ եմ։ Վերջացրեցի, ինձ մոտ 5 գունդ է։ Խնդրեմ, հիմա գնում եմ պակետի մեջ, այսպես ծածկում, թողելու եմ 40 րոպե։ Քառասուն րոպեից հետո նոր կսկսեմ բացել, մեջը դնել մեր փափկած մարգարինը։ Տեսնում եք, ոչ ալյուր եմ օգտագործում, այնպիսի փափուկ խմոր է, ոչինչ չեմ օգտագործում, ոչ կպչում է, ոչ էլ փափուկ, շատ ընտիր խմոր ստացվեց։ 40 րոպե, հիմա խոհանոցային սրբիչը վերցնեմ և խմորը պետք է ձեռքով բացեմ, մի փոքր ալյուր լցնեմ աշխատանքային սեղանից, ձեռքով գրտնակ հարկավոր չէ։ Հիմա այսպես ձեռքով կբացեմ մի քիչ, շատ էլ պետք չէ։ Եվ ամեն մի գնդի մեջ 120 գրամ մարգարին եմ դնելու։ Կարող ենք կարագ էլ օգտագործենք, բայց կարագը մարգարինի նման չի, կարագը որ հալվում է, լավ չի ստացվում, իսկ մարգարինով լավ է ստացվում։ Այսպես դնում ենք մեջը, ծածկում, հավաքում, նորից գնդում, սիրում, դնում տոպրակների մեջ, նորից թողում կես ժամ հանգստանալու։ Անցել է կես ժամ, հիմա պետք է գրտնակենք, բացենք գնդերը։ Ահա, մի թեթև նորից
Այլոր կանեմ մի թեթև և կբացեմ տեսնում եք արդեն պողոճակներ ոնց որ ասած փուչիկներ է տալիս ճտոց է եկել մի այլ կարգի շատ ընտիր տեսնում եք սիրելիներս փուչիկները խնդրեմ շատ առաջին անգամ շատ չենք բացում ուղղակի մարգարին ենք տարածում 3 անգամ ենք բացելու ամեն անգամ մի 10-ից 15 րոպե կթողեմ կհանգստանա նորից կբացենք սաղ փուչիկ է սիրելիներս սաղ ամբողջ խմորը փուչիկ է շատ լավ ընտիր ստացվեց խնդրեմ բավական է սա հիմա կողքերը կբերեմ այսպես հավասար քաշում ենք այս ծայրերն էլ ենք հավասարեցնում ինքը ենթարկվող խմոր է սա էլ այսպես շատ լավ ենթարկվում է այսպես ծալելով կգնանք հələ փուչիկը նայեք տեսնում եք սաղ փուչիկ է դա նշանակում է որ խմորը ստացվել է ահա արդեն կդնենք մի 10 րոպե սառնարանում սա մեկ եթե նույն օրն ենք թխելու ասեցի չէ որ պետք է 3 անգամ գրնակելուց հետո մի 2 ժամ թողենք սառնարանում նոր թխենք ինչ որ կցանկանաք կարող ենք եւ խաչապուրի թխել եւ նապոլեոն թխել եւ գաթա իսկ 10 ժամ հետո եթե չենք թխելու այսօր նույն օրը 10 ժամ հետո պետք է դրվի սառցախցիկը խնդրեմ ընտիր խմոր է պատրաստեք դուք էլ սիրելիներս հեշտ հասարակ բաղադրիչները քիչ մատչելի են բոլորին հասանելի է այնպիսի մի ճտոց է ափսոս չեմ կարող ձեզ ձայնը փոխանցել հիմա կհավասարացնեմ տեսնում եք կարաքը լինել հիմա հալվել է լրիվ իսկ մարգարինը այսպես լավ մնում է մանավան 82%-անոց մարգարինը ճտ ահա սա էլ այսպես խնդրեմ կհավասարեցնեմ Եվ այսպես ծալելով առաջ կգնամ արդեն երկրորդ անգամ եմ բացում նորից մի թեթև այլուր եմ շաղ տալիս անցել է արդեն 40 րոպե հələ այստեղ նայեք հաջող խմոր է ստացվել շատ փափուկ դեռ չեմ լավացել գիտեք հարգելիներս այս վիրուսներից որ կպել էի դեռ չեմ լավացել լիովին ճիշտ է ինքնազգացողությունս լավացել է բայց այս գմգմոցը գլխիս ցավը դեռ չի անցել ինչ անպետք հիվանդություն է այս վիրուսները Այսպես գուշությամբ հանգիստ բացում ենք շատ մեծ պետք չի բացել
ամբողջը բողոջակներ են։ Ենթարկվող էլաստիկ, նույն դիրքով ենք բացում, երկարը էսպես, շուռ ենք տալի, դիրքն էլ էսպես։ Ահա, հիմա նորից նույն ձևով կծալեմ, այստեղ դժվարություն չկա, այս անկյունները կհավասարացնեմ, այսպես։ Սա երկրորդ անգամն է, մնաց մեկ անգամ է։ Արդեն երրորդ անգամ եմ բացում և վերջին անգամն է, որ պետք է բացեմ։ Մի թեթև ալյուր նորից շաղ կտամ և կբացեմ։ Երրորդ անգամ բացելուց հետո, հարգելիներս, կդնեմ պակետի մեջ, նորից կդնեմ սառնարանը։ Երեկոյան կթխեմ մի 2 ժամ մնալուց հետո, 2-3 ժամ մնալուց հետո կհանեմ խորիզը, կպատրաստենք միասին և կթխենք։ Քանի գունդ, որ պետք է թխեմ, այսօր կթխեմ։ Իսկ եթե լրիվ չթխեմ, ինձ մոտ ընդամենը 5 գունդ ստացվեց, որովհետև ես գնդերը մի քիչ մեծ արեցի 400 գրամով։ Եթե 300 գրամ անեի, կլիներ 6 գունդ։ Քանի գունդ կթխեմ, իսկ մնացածը կդնեմ սառցախ խցիկը, բայց 8-ից 10 ժամ հետո։ Սա էլ էսպես հերթով։ Հերթով կբացեմ, այս մեկը բացեմ, մնացածը առանց ձեզ կադրից դուրս կդնեմ սառնարանը, կհանդիպենք թխելու ընթացքում և խորիզը պատրաստելու ժամանակ։ Սա էլ էսպես։ Արդեն ուշ երեկո է, անցել է 5-ից 6 ժամ, պատրաստում եմ գաթայի խորիզը։ Շաքարավազի վրա լցրել եմ հալած յուղ ու մի լավ ձեռքով տրորում եմ։ Սիրում եմ ձեռքով աշխատել, խիստ չդատեք հարգելիներս։ Լավ տրորելուց հետո կավելացնեմ ալյուրը և վանեմ։ Հիմա ավելացնում եմ ալյուրը մաղած։ Խմորի համար էլ պետք է անպայման մաղել ալյուրը։ Ես մոռացա խմոր պատրաստելու ժամանակ ասել։ Հիմա նորից լավ ձեռքով կտրորեմ, որպեսզի հավասար դառնա և կավելացնեմ վանիլին վերջում։ Խնդրեմ, տեսեք ինչպես եմ լավ, այսպես խմորը Իսկ հիմա բացում եմ երկրորդ շերտը, սիրելիներս, տեսեք ինչ ընտիր, փափուկ, էլաստիկ խմոր է ստացվել և ամբողջը պողոջակներ։ Դա նշանակում է, որ խմորը ընտիր է ստացվել։ Կներեք, առաջին գունդը բացելու ժամանակ դու մի ասա, տեսա խցիկը չեմ միացրել, նոր հետո տեսնում եք, երկրորդ գնդից մի քիչ էլ բացել եմ, նոր զգացել եմ, որ չեմ միացրել։ Իսկ հիմա, սիրելիներս, ցույց կտամ, թե ինչպես եմ բացում և խորիզը լցնում, կտրտում երկրորդ գունդը։ Առաջի գունդը թխած ժամանակ ունեմ, պահպանվել է, տեսնում եք, կողքս դրած է։ Ցույց կտամ ընթացքում, թե ինչպես լավ ստացվեց։ Խնդրեմ, լավ բացում եք, հարգելիներս, այդպես բացելուց հետո սիրուն, տեսնում եք ոնց է բացում, ամբողջը փուչիկներ են, պողոջակներ են։ Կարող եք վերև ներքև շրջել և գրտնակել, ինչպես ես եմ անում։ Ենթարկվող խմոր, ընտիր խմոր, տեսեք ինչ, դուք արդեն ինքներդ տեսնում եք, թե ինչպես է խմորը բացվում առանց ալյուրի։ Մի փոքր լցրել եմ, որպեսզի
Գրտնակելը հեշտ լինի, իսկ հիմա լցնում եմ խորիզը, ասեմ, որ խորիզն էլ շատ փափուկ, ձեռքով, հիմա մաքրեմ այս կողքիս ալյուրը, խմորի կողի ալյուրները և այդպես տարածեմ, շերտավոր խմորի համար շատ չեք լցնում խորիզը, տարածում եք, այդպես ինձ նման, տեսեք, տարածում եմ և ձեռքով թեթևակի այսպես ամրացնում եմ խմորին, հիմա այսպես աստիճանաբար ներքևի մասում եզրերը բարակ ծալելով բարձրանում եմ դեպի վերև, մինչև վերջ բարձրանում եմ, սիրելիներս այդ վերջի մասն էլ բերում խմորի տակ եմ մտցրում, տեսեք ձեռքով այդպես մաքրեմ, այսպես լայնացնում եմ խմորը, շուռ եմ տալիս, որպեսզի լավ կպցնեմ, չբացվի ընթացքում, եզրերը պետք է կտրեմ դրա համար, նորից շուռ եմ տալիս, ձեռքով հարմարացնում եմ, երկարացնում եմ և սուր դանակով եզրերը կտրում եմ, պրոշի մասը հանում եմ, կարող եք չանել, բայց հանած ավելի լավ է ուռչում, այս կտրած մասը, հարգելիներս, նորից կթխեմ, խնդրեմ մի կողմ կդնեմ, նորից կթխեմ, ես երեսը չեմ ծակելու, չեմ նաշխելու, ուղղակի կտրելու եմ, հիմա հարմարացնում եմ, որ ինձ հարմար լինի կտրելը, ահա, արդեն խմորը պատրաստ է կտրելու, տեսնում եք հիմա սուր դանակով, լավ թեքությամբ առանց նաշխելու կտրում եմ, շատ լավ կտրվում է, փափուկ, ընտիր խմոր է, պատրաստեք դուք էլ, վայելեք այսպիսի խմորով գաթաները, թեթև և համեղ, հիմա այսպես կմաքրեմ, կբերեմ տապակը, չեմ կարողանում որոշեմ, թե որտեղ դնեմ տապակը, ահա, կդնեմ այս ամանի վրա, հələ տեսեք, չեմ որոշում, դրեցի, լավ, արդեն իր տեղը գտավ տապակը, հիմա կդնեմ տապակի մեջ կտրտած խմորը, հիմա դանակով էի, որոշեցի ձեռքով ավելի հարմար է, ձեռքով կտրեմ, սիրելիներս, խմորի վրա քսելու եմ ձվի դեղնուց և բուսայուղ եմ լցնելու դեղնուցի մեջ, հարելու եմ և կսեմ խմորի առաջի գունդն է, որ թխել եմ և այս կտրվածքով, տեսեք ինչ ընտիր թեթև գաթա ստացվեց, կներեք այդպես էլ է ստացվում, որ չէի միացրել, բայց ոչինչ, ցույց եմ տալիս, տեսեք, պատրաստեցի, վերջացրեցի երկու գունդն էլ, սա առաջի գունդն է, տեսեք ինչ լավ բարձրացել է, իսկ սա երկրորդ գունդը, թերթիկները բացված են ընտիր, կարմիր և գեղեցիկ է ստացվել, ես բաղադրիչները կգրեմ տեսանյութի տակ, տեսեք թեթև ընտիր գաթաներ, պատրաստեք դուք էլ վայելեք, նորեկներին կխնդրեմ բաժանորդագրվեն, սեղմեն զանգակ կոճակը, լայքեն և մի լավ գեղեցիկ գրառում գրեն, սիրելիներս, իսկ հիմա հարսս կդնի մեզ համար սուրճ, մենք կվայելենք այս համեղությունը, ձեզ կցանկանամ բարի դիտում, հարազատներս, տեսնում եք, ընտիր է, ընտիր, թող Աստված օրհնի ձեր ամեն մի օրը, լինեք առողջ և գեղեցիկ միշտ, հմայիչ, սիրելիներս, տեսություն, մինչ նոր տեսահոլովակ։